Եկեք տեսնենք, թե մարդիկ կան չեն իմանում, թե որտեղից սկսեն, անվստահ են իրենց արևը բացելու համար, որպեսզի ձեր շուրջը, ձեր արևի շուրջը մարդիկ շողան, դուք շողացնեք, անվստահ եք, կախված մարդկանց այլ կարծիքներից եւ այլը, եւ չգիտեք, անվստահ եք, չգիտեք ինչ ուղղություն է, առաքինություն է ձերը, որ դուք եկել եք այս աշխարհ, ինչպես դուք դա կարող եք անել, որն է այդ մասնագիտությունը, ձեր առաքինությունը այսօրվա դրությամբ, այսօր Մերկուրի օրն է, եկեք ողջունենք Մերկուրին, չորեքշաբթի եւ սկսենք հարցը ուղղել։ Հարցրեք, որն է իմ ձեր անունը, առաքինությունը, ինչպես ես կարող եմ իմ մեջ բացել այդ իմ առաքինությունը վստահ շարժվելով առաջ։ Միգուցե ժամանակը եկել է, որպեսզի դուք դա հասկանաք, գիտակցեք եւ վստահ սկսեք քայլեր անել։ Եվ այսպես, որն է ձեր մասնագիտական առաքինությունը, որի համար դուք եկել եք այս աշխարհ։ Փոքր այսպես անենք։ Շատ լավ քարտ է, ինքներդ եք տեսնում։ Ձեր առաքինությունը կապ ունի Վեներան երկրորդ տան հետ։ Ինչի մասին է սա խոսում, որ դուք կարող եք կրեատիվ ինչ-որ բան մտածել, որովհետև դուք ունեք կրեատիվ տաղանդ, եւ դուք կարող եք ձեր այդ կրեատիվ տաղանդով գումարներ աշխատել առանց վախենալու, կամանց պլաններ դնելով եւ ձեր նպատակից հետ չկանգնելով առաջ գնալով, որովհետեւ այս էներգիան կնոջ էներգիա է, կանանցի էներգիա է, այսինքն ին էներգիան է, օրինակ շատերը կարող են բացվել ձեռքերով ինչ-որ համով բան եք անում, որ դա ոչ մեկ չի կարող պատրաստել, հա, դա կարող է լինել ուտելիքի հետ կապված, կարող է լինել բուժ կոսմետոլոգիայի հետ կապված, ինչը կապված է գեղեցկության հետ, դիզայներության, բավական գեղեցիկ դիզայներությամբ կարող եք զբաղվել, հա, նաև կարող եք աշխատել ինչ-որ պարերի դասեր տալ, կներեք, կարող եք աշխատել նաև ինչ-որ պարերի հետաքրքիր դասեր տակ, մշակույթի հետ կապված, անտիկվարիատների հետ կապված, գեղեցիկ իրերի հետ կապված, հա, մարդ կարող է աշխատել նաև ինչ-որ ուսուցումներ տալու համար, բայց քանի որ այստեղ Վեներան երկրորդ տանն է, ինչի հետ կապ ունի, ֆունդամենտ երկար դնելու համար։